Օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կրկին Նինոց-Մինդայում էր գտնվում Վրաստանի պրոբացիայի և փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին։ Այս անգամ նախարարը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ միասին մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ շրջանի ղեկավարների և հանրային ծառայողների հետ, որի ընթացքում քննարկվեց վերոնշյալ նախարարությանը վերաբերվող տարբեր հիմնահարցեր, որոնք առկա են շրջանում։ Շատ կսիրեմ այս շրջանը մունիցիպալիտետը եւ երկրորդ անգամ արդեն ժամանում ենք Նինոց-Մինդա։ Ստուդենտովիդան մողոլիլ կամ մողոլիլի ძალიან բերջեր վար այդ նամ կոպիդա, շատ պատիվսեմ ռայոնստա մամրայոնիստի ֆորմաց խորելս։ Ուսանողական տարիներն հետ եղել եմ Նինոց-Մինդա շատ մեծ հարգանք ունի մեզ մունիցիպալիտետի հանդեպ։ Ძალიან ბევრი մեկուբարին խաղացված չորի սակրեբյանի ծամոգենելի շատ բարեկամներ ընկերներ ունին հարգարժան դեպուտատ Հենզել Մկոյանից սկսած Դες ჩვენი ჩამოსვლის მიზანი იყო მოვინახულოთ ის ადამიანები, რომლებიც ეკომიგრაციის შედეგად არიან დაზარალებული. Այսօրվա մեր ժամանելու նպատակ հիմնականում հանդիպումն է էկոեմիգրանտների հետ, որոնք որ եկել Կաբրինգ այսօր մունիցիպալիտետում, Նինոց-Մինդայի եւ ասենք իրենց վիճակները բավականին բարդ է։ Მათ შორის არიან ისინი, რომლებიც წლების წინ გადმოსახლდნენ სხვა რაიონებიდან, ის ადამიანებიც, რომლებიც თვითონ ამ რაიონში დაზარალდნენ და რომლებსაც ჩვენმა სამინისტრომ ոչ միայն այն մարդկանց հետ, որոնք որ ասենք տարբեր մունիցիպալիտետների շրջաններից տեղափոխել են Նինոց-Մինդայում Կաբրին, այլ այն մարդկանց հետ, որոնք որ ասենք Նինոց-Մինդայում այդ կարգի դեպքեր են տեղի ունեցել եւ այսօր Կաբրին ուրիշ վայրերում։ Თუმცა ცხადია, რომ ჩვენ მზადვართ ნებისმიერ თემაზე ვისაუბროთ, რაც კი შეიძლება საინტერესო იყოს თქვენთვის. Բացի դրանից մենք պատրաստ ենք հարցազրույց ունենալ ցանկացած թեմայի շուրջը, որը ձեզ շատ հետաքրքրել է։ Մաշին ჩვენი შეხვედრის თემა და შეხვედრის მიზანი იყო, როგორ დავეხმაროთ იმ ჩვენს მოქალაქეებს, რომლებიც წასულიან რიან უცხოეთში და რომლებიც თქვათ დაბრუნდნენ საქართველოში, მრავალი წელი აქ არ უცხოვრიათ და რა დახმარება შეგვიძლია მათ გაუწიოთ აქ։ Ուրեմն հիմնական նպատակն էր ծանոթացնեինք Վրաստանից դուրս գնացած մարդկանց եւ ասենք իդ վերադարձած մարդկանց հետ, որոնք որ երկար տարիներ ապրել են արտասահման, հետո չեն գցել տեղավորվի, եկել են իդ դեպի Նինոց-Մինդա կամ ասենք Վրաստան են եկել, այդ ծրագրերները, որոնք որ մենք հիմնականում մենք ուզենք ծանոթացնել բնակչությանը։ Იქ გამოიკვეთა ძალიან ბევრი ისეთი საკითხი, როდესაც ადამიანები, რომლებსაც აქვს სხვა ქვეყნის მოქალაქეობა, მაგალითად სომხეთის მოქალაქეობა, რუსეთის მოქალაქეობა და უნდათ საქართველოს მოქალაქეობის დაბრუნება, ზოგჯერ აწყდებიან პრობლემებს და ჩვენ შევფიქრდით ამ პრობლემების გადაჭრაში დავეხმაროთ. Ուրեմն հանդիպման ժամանակ շատ հարցեր եղան, այդ հիմնական հարցերից մեկը ներկայացնել գնոր քաղաքացիներ կային, որոնք ունեցել են Հայաստանի քաղաքացիություն, ունեցել են Ռուսաստանի քաղաքացիություն, բայց այսօրվա պայդարաբությամբ իրենք ցանկանան ընդունել Վրաստանի քաղաքացիություն եւ այդ հարցերի հետ կապված բավականին հարցեր տեղ ունեցավ եւ կաշխատենք այդ հարցերը կարգավորենք եւ օգնենք այդ մարդկանց, որպեսզի ունենան Վրաստանի քաղաքացիություն։ Წლების განმავლობაში თვითონ Նինոց-Մինդա და ჩვენ რა თქმა უნდა შევძლებთ რომ ამ ადამიანებს დავეხმაროთ, ეს არის იუსტიციის სამინისტრო საქმე, მაგრამ მე დღესაც მაგალითად რამდენიმე ქაღალდი გადმომცეს, მაშინ როდესაც შევგვიდი და ამ ქაღალდებს გადავცემ იუსტიციის სამინისტროს და შევძლებთ რომ მათ დავეხმაროთ։ Ուրեմն հանդիպումներից բավականին փաստաթղթերը հավաքվել եւ ընդհանուր փաստաթղթերը ես հանձնել եմ, ասենք արտարադատության մինիստրություն, ասենք մասնավորապես մինիստրին Տիգին Տեատրոլոգյանին Թե მინდა კიდე გითხრათ Նինոց-Մինդასთან დაკავშირებით, რომ წლების განმავლობაში ეს რაიონი რაღაცნაირად ისე იყო, თითქოს პერიფერიასავით იყო, მაგრამ ეხლა უკვე Նինոց-Մինդան ნელ-ნელა ხდება ერთ-ერთი გახდება მოწინავე რაიონი, იმიტომ რომ ძალიან სერიოზული ინფრასტრუქტურა, ძალიან სერიოზული გზები გადის აქ. Տարիներ շարունակ Նինոց-Մինդան եղել է ծայրամասային շրջան տարածք մունիցիպալիտետ, որն որ բավական ժամանակ կտրված է եղել ասենք կենտրոնից, կոնկրետ մայրաքաղաքից եւ Վրաստանի ծայրամասից, բայց այսի պայդերությամբ լավ ճանապարհների, լավ ինֆրաստրուկտուրայի պատճառով արդեն դարձել է առաջավոր մունիցիպալիտետների շրջաններից մեկը։ Այս გამოიწვევს ძალიან ბევრი სამუშაო ადგილის გაჩენას და ეკონომიკის განვითარებას. Այսինքն առաջ կբերի շատ աշխատատեղեր եւ նույնպես տենդենսիան զարգացման պայմաններ։
Այնուհետև նախարարը Հենզել Մկոյանի եւ շրջանի վերադասի ուղեկցությամբ այցելեց Նինոցմինդայի շրջանային հիվանդանոց, ծանոթանալու հիվանդանոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին ու արկա հիմնախնդիրներին։ Խոսեցին հիվանդների եւ բուժազնակազմի հետ։ Տեղեկացան, որ այսօրվա դրությամբ մեր հիվանդանոցը ունի ինչպես բժշկական սարքավորումների, այնպես էլ մասնագետների պահանջ։ Поликлиники педиатрика Доллариса, очень хороший врач, очень. Да, я очень народ любит. Врачей побольше, хороших врачей. После ремонта, когда будут у них условия, значит тоже будет результат. Мы расходуем, правильно? Да, конечно. Вы смотрите, сейчас многие едут в Армению, едут в Югославию, лечиться, наверное, в Турции. Когда это будет хорошо у нас все, врачи, они туда не пойдут. Мы сейчас стараемся создать максимальный комфорт. Ինչպես նշեց Հենզել Մկոյանը, Նինոցմինդայի շրջանը ունի ժամանակակից հիվանդանոց, որը վերանորոգված է եվրոպական չափանիշներին համաձայն։ Շուտով հիվանդանոցը կհամալրվի նոր բժշկական սարքավորումներով։ Մնում է միայն լուծել բժիշկ մասնագետների Նինոցմինդա հրավիրելու հարցը։ Ուրեմն մեր շրջանային հիվանդանոցը մենք այն ժամանակվանից հարցեր ենք բարձրացրել, որ պետք է վերանորոգվի։ Հիմա տեսակ, որ արդեն լավ վերանորոգվել է, արդեն շուտով մենք պետք է ստանանք բժշկական սարքավորումներ, խոստավեցին։ Այնտեղ եկել էին մասնագետներ Աջարիայից, որովհետև ուրեմն մենք Նինոցմինդայում չունենք, ասենք, մեր բժիշկները շատ լավն են, բայց քիչ են, էլի բոլոր, ասենք, մասնագիտություններից չունենք։ Հարց բարձրացրինք, որ եթե կարելի է այն բժիշկները, որոնք որ չկան անպայման ուրեմն մեր մոտ կամ Հայաստանից մեր, ասենք, Նինոցմինդայի ուրեմն շրջանավարտներ, ովքեր որ ավարտել են, խնդրենք, որպեսզի կան աշխատեն, կամ ասենք Թբիլիսից կան աշխատեն, որ շրջանը հիվանդանոցը լավ վիճակի է, բժիշկներն էլ լինեն, ընդհանուրը հիվանդանոցի վիճակը շատ լավ է, մեր բոլորի դուր եկավ։ Այնուհետև Սոզար Սուբարին ղեկավարների ուղեկցությամբ եղավ Գորելովկա գյուղում։ Այցելեց այն բոլոր ընտանիքներին, որոնք Գորելովկա են վերաբնակեցվել այլ շրջաններից։ Ծանոթացան նրանց ապրուստի, պայմանների, հիմնախնդիրների ու պահանջների հետ։ Ძალიან მნიშვნელოვანი პროცესი დაიწყეთ, იმიტომ რომ რამდენიმე ათეული წელია, პრაქტიკულად 20 წელია თითქმის ძალიან ბევრ ოჯახს აქვს საკუთრებაში სახლები, უბრალოდ ფლობელობაში ცხოვრობენ, მუშაობენ და ეს სახლები არ არის მათი საკუთრება, ამიტომ დაიწყეთ აზომვა და დასაკუთრება ამ სახლების მთელი საქართველოს მასშტაბით ეკომიგრანტებისთვის. უკვე დამთავრდა წალკა, ყველაზე დიდი რაოდენობა სწორედ წალკაში იყო და 571 ოჯახი არის აზომილი და მალე უკვე მოხდება მათი საკუთრებაში გადაცემა. შემდეგი რაიონი, სადაც დაიწყეთ, ეს არის ნინოცმინდის რაიონი, სადაც 91 ასეთი ოჯახი გვყავს და აგვისტოს ბოლომდე ნინოცმინდა უნდა მოურჩეს და გადავალთ უკვე შემდეგ რაიონებში, ტეწყარუს რაიონში და ვფიქრობთ, რომ სადღაც სექტემბრის ბოლოს, ოქტომბრის შუა რიცხვებისთვის მთელი აღმოსავლეთ საქართველო მორჩება და შემდეგ გადავალთ დასავლეთ საქართველოში, რომ პრაქტიკულად ადამიანები, რომლებიც წლობით შრომობენ, ცხოვრობენ და სინამდვილეში ეს არ არის მათი საკუთრება. ასევე გვინდა მოვინახულოთ რამდენიმე ადგილობრივი ოჯახი, რომლებიც აქ ადგილზე დაზარალდნენ სტიქიური პრობლემებით და სადაც ამ მიმდინარე წელს ვუყიდეთ მათ სახლები, იმათაც მოვინახულებთ და მათთანაც იგივე პროცედურა ჩატარდება. პარალელურად დაემთხვა ისე, რომ აჭარის მთავრობა ატარებს ღონისძიებას სამედიცინო შემოწმებას უტარებენ იმ ადამიანებს, რომლებიც აქ სტიქიური უბედურებების შედეგად გადმოსახლდნენ და ასევე ადგილობრივ მოსახლეობას და ვფიქრობ, რომ ესეც ძალიან კარგი ის არის რაღაცა ჰუმანიტარული ლექცია და მისთვის მადლობა მინდა უთხრა აჭარის მთავრობას და ყველა იმ ექიმს, რომლებიც უსასყიდლოდ ეხმარებიან მოქალაქეებს. ეხლა ადამიანები სადაც უმყოფებოდი, თითოეულ მათგანს აქვს მინიმუმ 2 ჰექტარი და ზოგიერთს უფრო მეტიც მიწა და ეს მიწაც ანუ ჩვენ ვაკეთებთ არა მხოლოდ სახლების აზომვას, არამედ მიწის აზომვასაც და ეს მიწები დაუსაკუთრებად. ახლა თუ ლაპარაკი რამე კონკრეტულ ერთ-ორ შემთხვევაზე ეს ინდივიდუალურად უნდა განვიხილოთ, ესე ზოგადი კომენტარით სწორი გავაკეთებ. Ինչպես հայտնեցին բնակիչները դժգոհելու պատճառ չունեն, քանի որ յուրաքանչյուր հարցում իրենց կողքին է թե կառավարությունը, թե падգամավորը եւ թե շրջանի ղեկավարները։ 2005 წლიდან ცხოვრობ ჩამოსახლებული აჭარის მაღალმთიანი რაიონიდან ხულოდან. ეკომიგრანტების სახით. Ოდაიგამდე იყო შენობები, საერთოდ სადაც ცხოვრობთ, შეგვისყიდა რა თქმა უნდა სახელმწიფომ და ველოდით საკუთრებაში გადმოგცემოდა და როგორც იქნა, მეშველა ძალიან გახარებულია ყველა, პირადად მე, რომ რაღაცის პატრონი ვარ,
შემოიხედა ჩვენსკენ და მადლობელი ვართ, რა თქმა უნდა, გვიხარია ეს პროცედურა და სასიამოვნოა ჩვენთვის. ოჯახში ნუ აქ არის სათავსოები თლიანობაში, რუსელი დამხმარე სათავსოები, პატარა ბოსტანი, მიწის ნაგვეთით, რასაც ვფლობთ ახლა. ალბათ დეპუტატს, გამგებელს, ყველას მადლობას ვეთქვით, გამობრძანებულ მინისტრს. სასიამოვნოა, პირადად შევხვდით, თვითონ შემოიარა და მადლობა. მადლობა. 5-6 სულიანი ოჯახია ჩვენი, პატარა შვილიშვილები მოს მე ბაბულა. Անցած այցի ժամանակ, երբ նախարարը գտնվում էր Փոկագյուղում, նա խոստացավ, որ այն ընտանիքները, որոնք Նինոցմինդա են տեղափոխվել Խուլոյի շրջանից, կստանան նոր սեփականաշնորհված տուն։ Խոստումը դարձավ իրականություն։ Պատվիրակության կազմում էին նաև հատուկ մասնագետներ, ովքեր տեղում իրականացրեցին սեփականաշնորհման գործընթացը։ Սիգրիլեք իրար շախս։ Ես քաջվածացի։ Քարտուլի կարգադից։ Ո՞։ Կարգադա, մա եկոտ։ Չես բացոտ ապորմալի։ Իսկ Очень хороший человек. да любить человека. Сколько может, конечно. Сколько инчи? Սակոնելի რამდენი խա։ Առողջունիդ ինչ է։ Վանասունի շքարով։ Ալ ես գուշտենգիս վար կարելա։ Զևլիկարովա։ Զմբատը, զմբատը։ Կալեմ մեր ռայոնի ամբողջ աշխատողներն, ասոբի Հենզել Մկոյանեն, կեցը մեր դեպուտատը, միշտ անգամ մեզի, տեսնում ես այ համար մեր գյուղի ժողովուրդը իրարուց սիրում են ինչ խոսե եղբայրը, ինչ շնորհիվ մեր Հենզելի, սաղը լիթող, վարալի միշտ անգամ մեր ժողովրդին այսպես լավ աշող, ժողովրդի դարձը քաշող, սաղ եղնիկ, սաղ լես Հենզել ջան։ Հենզել Մկոյանի միջամտությամբ սեփականությամբ հաստատուղթ հանձնվեց նաև Փոկագյուղի բնակիչ Էլիզբար Մկրտչյանին, ում տունը մի քանի տարի առաջ վարվել էր կայծակից, եւ 2 վերաբնակեցված աջար ընտանիքների, որի համար նրանք հայտնեցին իրենց խորին շնորհակալությունը երկրի կառավարությանը եւ Հենզել Մկոյանին։ 98 թվին տունս կայծակնահարվավ։ Տունս կայծակնահարվավ։ Короче, կանդո երրորդ հարիկի բան չմնաց էլի։ Ինձ մե 2 ամիս հետո Իրիչյան Խաչկը, Իրիչյան Սամվելը ինքը մալադեց ապրի իրան կոլեգիով եկավ գյուղ։ Ամեն օր իմ կողքիս էր, ես մենակ էի զգում ինձ, 70 տարվա աշխատանքը ջուրն էր աղջիկյան։ Ես տրակտորիստ եմ աշխատել, շոֆեր եմ աշխատել, կարդնաճան աշխատել եմ։ Ինչո՞ց վեր էդի ջուրը լսվավ ծավ կայսակը, բայց պետությունը կայնավ իմ կռնակս, ինչ խոյրան մայրը, հայրը կայնի երեխի կռնակը, չթողին ես մնայի, չթողին դուսը մնայի ես, վերուսին բերին նստեցին այս տունանձի, նստին հալը մեր ժամանակավոր, նստի հետո կան կապորում կենենք, շնորհակալ եմ մեր Վրաստանի ղեկավարությունեն, Նինոցմինդայի ղեկավարությունեն, բոլորին շնորհակալ եմ, գոյ եւ գոյ եմ։ Მე დიდი მადლობთ ჩვენი ცხოვრობს. ნახეთ ჩვენ ცხოვრობს რამდენი ნაცი. თათარი, აჭარი, სომხები, რუსოლები, სულ ერთ მეორზე მიღვარ, გენა. Ինչպես նշեց Հենզել Մկոյանը, հատկապես այն շրջաններում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունները, շատ կարևոր է կառավարության ուշադրությունը եւ աջակցությունը։ Եվ ողջունելի այն փաստը, որ շատ նախարարներ հաճախակի այցելելով Նինոցմինդայի շրջան, տեղում են ծանոթանում արկա հիմնախնդիրներին եւ պաշտպանելով բնակիչների շահերը, այդ հարցերին տալիս են դրական լուծումներ։ Դե վերջերս եթե նկատել եք ուրեմն մեր ուրեմն ղեկավարությունը մեր նախարարները շուտ են գալիս Նինոցմինդա, դա շատ ուրախալի է, որովհետև ամեն գալից ինչ որ մի նոր խնդրեմ են լսում ժողովրդի կողմից, իսկ Նինոցմինդայում հիմնականում դուք որ ապրում են ուրեմն փոքրամասնություն ու շատ դա ուրախալի որ նրանք շատ մեծ ուշադրություն են դարձնում ազգային ուրեմն փոքրամասնության փոքրամասնությունում որտեղ որ ապրում են ուրեմն այդ ասենք Նինոցմինդան է, Ախալքալակն է
Հիմնական ուրեմն լսեցին մեր ժողովրդի կողմից խնդիրներ, ճիշտ խնդիրներ առաջարկեցին, օրինակ ինչ որ իմ ընդունելությունների ժամանակ է խոստացան, որ արագ կլուծեն այդ հարցերը, ճանապարհի հարց առաջ քաշվեց, որ վերանորոգվեն այս երկաթգծի, ուրեմն երկաթգծի մոմենտներ, որտեղ որ ասենք ժողովուրդը բողոքում է, որ խոշոր եւ ժողովրդի անասունները ճանապարհ չունեն, որովհետեւ գնան արուդավայրերը, շինարարության մոմենտն է, որ ասենք պետք է աշխատանքի ընդունեն տեղական բնակիչներին։ Նու հետո բացի դրանից ուրեմն նախարարության ուրեմն բալանսի վերակային տներ, որոնք որ նորից այսօր մեր նախարարի կողմից ուրեմն եղավ տևեց այդ սեփականաշնորհման փաստաթուղթը, էլի ուրախալի մոմենտ էր մեր ժողովրդի համար։ Եղանք երևի մի Կարելովկայում եղանք, մենք Արլովկա գյուղում եկանք, հիմա պետք է նաև գնանք Սաթխա, դե շատ ուրեմն լավ է, որ ղեկավարության կողմից այսպիսի մեծ ուշադրություն կա մեր շրջանին։ Մինչ հեռանալը Նինոցմինդայի շրջանից նախարար Սոզար Սուբարին հայտնեց իր երախտիկի խոսքը նինոցմինդացիներին ու ղեկավարներին, հանձինս Վրաստանի խորհրդարանի падգամավորին, որ ապրելով բարձրալար գոտում ու դժվարին պայմաններում նրանք իրենց ջերմ ու մարդկային վերաբերմունքը չեն կորցնում Նինոցմինդա հյուրընկալած հյուրերի նկատմամբ։